Բարի օր սիրելի երոստատիտող, այսօր պատրաստելի եմ մեր բոլորի ամենասիրած բաղադրատոմսերից մեկը եւ ամենահին մեր տատիկներից, պապիկներից մնացած առաջի քաղցրներից երևի։ Հալվա, այո, ես հալվան մի քիչ ուրիշ տեսակ եմ պատրաստում, խաղողի ռուբով եմ պատրաստում, որովհետեւ իմ նախնիներս տենց էին պատրաստում, չնայած բոլոր տեսակները պատրաստում են, բայց իմ ամենաֆեյվորիտը խաղողի ռուբովն է։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 1 բաժակ ալյուր, 4-ից 5 ճաշի գդալ դնական յուղ, 5 ճաշի գդալ խաղողի ռուբ, 2 ճաշի գդալ շաքարավազ, կես բաժակ ընկույզ։ Իհարկե հալվայի պատրաստելը շատ հեշտ է, մի քանի պաղաթիչա ալյուրը շաքարի տեսակ կարող եք օգտագործել շաքար, մեղր, ռուբի տեսակ, ընկույզը զարդարելու կամ յուղը կամ կարագը, յուղը եթե տնական է, կամ կարագ եւ յուղը կարող եք անել, այսօր մենք միայն տնական յուղով ենք պատրաստում, բայց ես մեկ-մեկ եւ պատրաստում եմ կեսը կարագ, կեսը տնական յուղ։ Ամենասկզբում ես սիրում եմ խարկել, ալյուրը սիրում եմ խարկել, որ այդ սոթե եղած այդ այրած համը տա, այրած ասելով ինքը խարկված համը տա, ու հետո արդեն կավելացնեմ քաղցրի տեսակը եւ տնական յուղը։ Ոնց հասկացա ես շատ հանգիստ չեմ կարողանում խոսամ, երևի մի հատ ջուր խմեմ ու շարունակենք։ Դե իհարկե ինչ ջուր եմ խմում, սիլի ջուրերից պետք է մի հատ վերցնեմ եւ կյանքս շարունակեմ։ Ահա, հիմա եղավ։ Դե ինչ, ալյուրից վերցնելու ենք մի բաժակ ալյուր ու շարունակենք։ Իրականում այս ալյուրի խարգելու գործողությունը մի թեթև արագ է լինում, կատակ եմ անում կամաց է լինում, բայց որովհետև ինքը շատ ուշադիր պետք է լինենք ալյուրը ավելորդ չվարվի, շատ պետք է խառնենք, ամեն րոպե պետք է խառնենք, բայց ես մինչ այդ որ ես խառնում եմ, մի քիչ կես կպատմեմ ձեզ, որ ոչ ես հոգնեմ, ոչ էլ դուք։ Ուզում էի պատմեմ, որ այս բոլոր ապրանքները մենք 8-ից ենք վերցրել, իհարկե դուք կարող եք վերցնել նամանավանդ, որ ունեն խաղարգություն, այդ խաղարգությունը հետաքրքիր ձևով է 5000 որ կերազանցի ձեր գնումը, նամանավանդ եթե վերցնում եք նշված տեսականուց, բայ նալբանդյան, մտնում եք արդեն խաղարգության, իսկ խաղարգության եթե շահում եք, ինչ եք հաղթում, բնականան, այո, կատակ չեմ անում, այո, դան համար ապրանքներ եք վերցնում և դուր եք շահում։ Մի հատ էլ հետաքրքիր առաջարկ ունեն, որի անունը հաջողակ կտրոն է, շաբաթվա մեջ 20 հոգի ընտրում են ու քաշբեք են անում, այսինքն ինչ որ քնումներ եք արել 8-ից, հետ են վերադարձնում, մի հատ էլ եք գնում ու նոր քնումներ անում։ Հետաքրքիր առաջարկներ են իրականում։ Հիմա ալյուրը լավ խարգում ենք, նայում ենք արդեն երբ որ սկսում է մի քիչ քույնը փոխել, կարող ենք արդեն շարունակել ու մնացած ապրանքը ավելացնել, բայց սենց արագ-արագ պետք է խառնենք։ Նայ։ Մարդ կա սիրում է սկիզբեն այդ չրային բաները տնե, օրինակ մարդիկ որ շաքարավազ են անում, սիրոպը կամ օշարագը սկիզբեն դրում են ու թողում են այդ ալյուրը եփի շաքարի մեջ ու ավելի թաց սկիզբեն լինի։ Ես իրականում երկուքն էլ փորձել եմ, երկուքն էլ սիրում եմ, բայց այս ձևը ավելի եմ սիրում։ Ինչ է ուզում ասեմ, որ այսօր մենք հալվա ենք անում, բայց եթե մեր դունը այդ օրը հալվայի կամ ուրիշ տեսակ քաղցրների ապրանքները չկան, մենք կարող ենք շատ հանգիստ Smile Sweet-ի համովություններից վերցնել։ Նամանավանդ իրենք ունեն արդեն նորություններ, ոնց տեսնում եք, անուշիկ տորտիկներ, քեյքեր, գույնավոր, լիմոնի համով, ֆերերոյի համով, չոկոլադի համով եւ մի հատ էլ վելվետի համով, վելվետ քեյքի համով։ Մի խոսքով, դուք ձեզի մի զրկեք համովությունները անպայման վերցրեք եւ ուրախացեք։ Կամ անում եք հալվա, շաղիկի ձևով, համի կախնիկ բաղադրատոմսով, կամ էլ Smile Sweet-ից քաղցրություն եք վերցնում։ Հետաքրքիրը այն է, որ ես հալվայի մի քանի տեսակ եմ պատրաստում։ Անցյալ տարի Նազենին եկավ, Նազենի Հովանեսյանի մոտ եկավ շաղիկ ու առաջարկել էր սկիզբում, որ հալվայի տեսակ պատրաստենք իրար հետ։ Ես ասել էի, որ մեկ տեսակը գուզես, ասեց
Ջուկանի դեսակ հալվա ես պատրաստում, դե ասեցի ուտի ինը, ասեց ոնց, ասեցի այո, ու ես ընտրել էի այս տոշաբովը կամ կարանք ասենք խաղողի ռուբովը եւ ընտրել էի բանրովը։ Բանրովը մի ուրիշ հետաքրքիր բաղադրատոմս է, որ մի օր մի անգամից էդել կպատրաստեմ, բայց անպայման կգրեք մեկնաբանություններում ինչքանով կուզեք այդ բաղադրատոմսը պատրաստեմ։ Որ տեսնեմ շատ հետաքրքրվածություն կա, անպայման կպատրաստեմ։ Դենց հալվա դուք կյանքում չեք կերած։ Նազենին խենթացավ, միջև հիմա կհիշե այդ հալվայի համը, շատ համով է, դե իհարկե բարնիրը ոչ շատ աղի պետք է լինի, ոչ շատ անլի, ու դու ստանում ես տենց ամբողջական համովություն հալվայի։ Մի խոսքով, հիմա հիշեցի, որ ես այդ բաղադրատոմսներ կարամ ձեր հետ կիսվեմ։ Միջև ալյուրը խարգվիլ է, ես ձերքերս լևանամ։ Դե իհարկե ABC-ով ենք լևացվում միան եւ միայն։ Եվ մեր ամանները եւ խոհանոցը մաքրում ենք ABC-ով, ըստեղ տեսնում եք ինչքան իրենք լավ ապրանքներ ունեն, որը դունի համար ամբողջական կարող ենք օգտագործել։ Ամեն բարակայի, որ մարանիկներն այլևս ալյուր ունի, էդել է ինձ շատ ուրախացնում, որովհետև միայն ցորենի տեսակ չունի։ Ունի եգիպտա ցորենի, ունի հնդկացավարի, ունի փրինցի ալյուր եւ լիքը տեսակներ, որոնք անհամբերեմ ես բոլորը մեկ-մեկ օգտագործեմ։ Ամբողջացորենի էլ ունի եւ մի հատ էլ ունի շատ հետաքրքիր է, որ սերմերով եւ այլն պատրաստված է, այսինքն միանգամից կարող ես համով հաց տխել։ Էդ էլ երևի մի օր կթխենք։ Չնայած էդի միակ պրոբլեմը դրան, որ պետքա թթվի։ Երևի ես մի օր առաջ կնեմ, ըստեղ էլ կշարունակենք։ Արդեն տեսնում եք կարմրերու սկսավ, այստեղ մենք շատ արագ պետքա խառնենք։ Չթողենք, որ վարի, միևնույն ժամանակ բոլոր ալյուրները կարմրեն։ Սենց կարող ենք անել, կողքերից լիճացնել ու 2 րոպե անգամը խառնել։ Տեսնում ենք ալյուրին կեսը քույն փոխում է, կեսը ոչ, բայց մենք հույսերնից չենք կդրում, համբերադարորեն սպասում ենք, խառնում ենք, տենց է հալվան։ Մեր տատիկները որ անում էին 3 ժամ ցենց խառնում էին։ Ես հիշում եմ իմ հայրիկիս մայրը, այսինքն մեծ մամաս, երբ որ պատրաստում էր, մենք էլ ունեինք նապտաչայի պես ինչ որ country house դուն, այնտեղ միշտ ամեն ինչ որ ուզածը չկար, այդ ռոբեներին որ քաղցր էր ուզում մեր սիրտը, ինքը հալվա էր անում։ Մենք էլ դենց այդ հոտն էինք առնում ու այնքան ուրախանում էինք։ Պարդեզում էինք լինում, այքիներում, վազելով գալիս էինք։ Եվ գիտեք ոնց էր գանչում մեր մեծ մայրիկը մեզ, ասեն սուլիչ ուներ, այդ սուլիչով սուլում էր ու մենք վազում էինք գալիս էինք։ Ես հիմա գրեթե պատրաստ է մեր հալվան հիմա, մնաց բնակի մեջ անուշիկ տնենք ու մատուցենք։ Դե իհարկե ամեն մարդ իր ձևով է սիրում, մարդկա տենց ձերքի մեջ սղում է սիրում, մարդկա սենց ափսեի մեջ փացում է ու վրան ընկույզներ է թնում ու հետո վայելում։ Նայած ոնց եք ուզում։ Կարևորը լինի հայկական հալվա։ Տենց հոտ է անգել ստեղ մեր տաղավարում, թուք չեք պատկերացնի։ Մենք արդեն ուզում ենք այս ամու համովիկ հալվան վայելել։ Տենց մի քիչ սիրունացնում ենք։ Ես իրականում սիրում եմ հալվան ավելի սենց փնական դնական ձևով, տենց շատ դեկորացիաներ բաներ պայման չանենք, որով ինքը ինքնին արդեն համով է, ինչի՞ չէ ոչ։ Եվ այսօրվա բաղադրատոմսը խաղողի ռուբով հալվան պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարի խորժակ։
Դե ինձ սիրելիներս, մեր հալվան արդեն պատրաստ է, ես անհամ